Հակակոռուպցիոն դատարանը այսօր վերսկսել է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության քննությունը, քննչական մարմինը պահանջում է ևս 2 ամիս երկարացնել ազգային բարերարի կալանքի ժամկետը։ Սամվել Կարապետյանին դատարան բերող ոստիկանական մեքենան այսօր չի խուսափել անցնել դատարանի բակում հավաքված ազգային բարերարին աջակցելու եկած քաղաքացիների կողքով եւ գլխավոր մուտքից է մոտեցել դատարանի շենքի։ Մինչեւ նիստի սկսվելը փաստաբան Արեն Վարդևանյանն է 3-7 ժամից ավելի տևած դատական նիստի մասին խոսել։ Ինչ փաստ էին բերում, ինչու ինքը պետք է մնա անազատության մեջ։ Եթե շատ ամփոփ ներկայացնեմ, իսկապես լեզուս չի պատտվի օգտագործել եզրույթը, որ քննիչները ներկայացնում էին դիրքորոշում։ Իրենք չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք պարզապես թղթից կարդում էին։ Մի թղթից, որը բովանդակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Կրկին եմ ասում, կարող էր ցանկացած այլ մի նյութ ներկայացվել։ Դա ոչ մի առնչություն չունի։ Գոնե մեկ տողով կասեք, իրենց ներկայացրած ինքը։ Որքանով որ կարող եմ ներկայացնել, հետևյալն է, որ դեռևս իրենք ունեն վարութային գործողություններ, որոնք պետք է կատարեն, թե որոնք են դրանք բաց չէ, չկա նշված, հասկանում եք,